Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական գործընկերության պայմանագրի շուրջ քննարկումները դեռ դադարեցված են։ Լրագրողների հետ զրույցում արտգործնախարար Արարատ Միրզոյանը շեշտել է, որ այց էր նախատեսվում, որի շրջանակում փաստաթուղթ պետք է ստորագրվեր, բայց այս պահին դրա մասին չի խոսվում պատերազմական իրավիճակի պատճառով։ Միրզոյանը հիշեցրել է, որ հայկական կողմը և հրապարակավ և իրանական կողմի հետ հանդիպումների ժամանակ մշտապես հայտնել է երկրի դիրքորոշումը, այն է օր առաջ տեսնել Մերձավոր Արևելքի ռազմական գործողությունների դադարեցումը։ Նախարարը նաև վստահեցրել է, որ չնայած չի հանրայնացվում, բայց Իրանին հումանիտար օգնություն Հայաստանը ուղարկում է։ Ինչ վերաբերում է թրիփին, Միրզոյանը շեշտել է, քննարկումները չեն դանդաղել, փաստաթղթերի համաձայնեցման փուլում են։ Հիմա մենք շարունակում ենք բանակցությունները, էլի բաներ ենք փոխանակում եւ արդյունքում պետքա լինի, ենթադրում եմ, ինչ-որ միջկառավարական համաձայնագրի նման մի բան, որից հետո պատկերացրեք կազմակերպություն հիմնադրվի, չէ՞, հայ-ամերիկյան ձեռնարկությունը տոկոսների աշխատությամբ։ Ներդրողների ներգրավում մենք ասում ենք, որ ուզում ենք նենց լինի, որ տարվա վերջ, տարվա երկրորդ կես նույնիսկ ինչ-որ շինարարություն սկսվի, չգիտեմ ինչ կարող է դա իրատեսական, դա ցանկություն էր ամեն դեպքում։